Սիրելի երևանցիներ, գտնվում եմ Միաստիկյան պողոտայի հարակից, Միաստիկյան 57 տարածքն է սա։ Վերջերս այստեղ այս հենապատը, տեսնում եք, քանդվել է ամբողջությամբ, սողանք է տեղի ունեցել եւ այստեղ մեքենա է կանգնած եղել եւ այդ մեքենան մնացել է հենապատի տակ։ Հիմա քաղաքացու բողոքով այստեղ սեփականություն է, այս շենքը մասնավոր սեփականություն է, իսկ այս տարածքը համայնքապատկան տարածք է։ Քաղաքապետարանը դիմում են, քաղաքապետարանը ասում է, իրենց ասացի նման ասեմ, թե գումար չկա, ծրագիր չկա։ Հիմա ներկայացնում, հենապատերի կառուցման համար 2026 թվականի բյուջեով նախատեսված է 230 միլիոնից ավել գումար, իսկ եթե այդ հենապատերի մասով էլ գումարը չի բավականացնում, ապա ավականու որոշմամբ 707 միլիոն դրամ հրատապ լուծումների համար արկա է գումար 26 թվականի համար։ Վարչական շրջանները ունեն գումարներ, որ հրատապ հարցերը լուծեն։ Իսկ սա հրատապության պահանջող հարց է, տեսեք, անվտանգության հարց է, որովհետև այս շենքի, այս բնակիչին, ովքեր ապրում են այս բնակարանում, նաև իրենց կյանքն է վտանգի մեջ, որովհետև հնարավոր է սողանքը մեծանա եւ շենքը քանդվի։ Հիմա իմ առաջարկս տեսեք, Երևանի քաղաքապետարան վարչական շրջան, Քանաքեռ վարչական շրջանի ղեկավարին է ուղղված։ Այս հարցը կարծում եմ շատ շուտ պետք է լուծում ստանա, ոչ թե գցենք տենց հետո կանենք, հետո չպետք է արվի, պետք է հրատապ ծրագրով կամ հենապատերի ծրագրով լուծում ստանա, քանի որ սա համայնքին է պատկանում, տեսեք, հիմա ցույց եմ տալիս եւս մեկ, տեսեք, այստեղ այս հենապատը ինքը նորից քանդված է, տեսեք, ամբողջությամբ, տեսեք ինչպես է, մեկ է տվել։ Կարծում եմ իմ ուղերձը կհասնի վարչական շրջանի ղեկավարին եւ ընթացք կտրվի այս աշխատանքները կատարվելու։ Քանի որ վերևի մասնավոր սեփականության տարածքը չէ սա։ Սա իր սեփականությունը չէ, որ բնակիչը պետք է կատարի սա քաղաքային իշխանության խնդիրն է, որը պետք է ապահովի բնակիչների համար, որպեսզի բնակիչը անվտանգ իր սեփականությունը օգտագործի։ Հիմա խոսենք նաև բնակիչներից մեկի հետ։ Բարև ձեզ։ Դուք այստեղի բնակիչն եք, չէ՞։ Իսկ ձեր պահանջը չում եք անում ավելի կոնկրետ, ինչքան ժամանակ է քանդվել, եկեք մի հատ քայլենք։ 2 շաբաթ է քանդվել, հա։ Իմ պահանջը այն է, որ ուղղակի անվտանգություն չկա, ասես ամեն անձրևից հետո այս հողը փլվում է։ Արդեն ճաքեր առաջացել են հատվածում, որտեղ որ մոտենում ես շենքին, ասես տարայեքի վրա, ճաքերն առաջացել։ Այսինքն ուզում եք որ այստեղ հենապատը կառուցվի, միանշանակ անվտանգությունը առաջին հերթ է։ Դե սենց ասեմ, մենք վարչական շրջանի ղեկավարի հետ խոսենք, կարծում եմ այս ամեն ինչը վարչական շրջանի ղեկավարը կտեսնի, քաղաքապետարանը կտեսնի, քանի որ ձեր մասնավոր տարածություն սա, սեփականության եք տիրապետում, եւ այստեղով նաեւ մեքենայի ճանապարհ կա, որ բնակիչները վերևում են կարծում, այսինքն քաղաքացիների անվտանգության ապահովման համար այս հենապատը պիտի կառուցվի եւ մենք որոնց ծրագիր մենք տարել եմ այս հենապատում, ուղղակի այստեղ պիտի ամուր պատ կառուցվի եւ մենք այդ հարցը բարձրաձայնելու ենք, հիմա էլ ենք բարձրաձայնում եւ վարչական շրջանին էլ զանգահարենք հասկանալու համար ինչի միջի այս պահը չեն արել կամ եթե գումարի խնդիրն է, մենք տեղի ասենք գումարի 707 միլիոն դրամ հրատապ ծրագիր ունենք, հրատապության խնդիրներ եւ քաղաքացի հրատապ խնդիրներ տեսնում, որը պետք է լուծելի դառնա, այդ գումարը պետք է օգտագործվի։ Կարծում եմ հրատապ Դավիթ ջան, մենք ճիշտ է, բոլոր մեր քաղաքացիների համար ենք գնալու ենք, անելու ենք
փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել բնակչին եւ մենք ստիպելու ենք ստիպելու ենք ամեն ինչ անել ենք քաղաքապետարանը շրջով աշխատանքների քաղաքացիների ուշամետ քաղաքացիների Անցած շաբաթ այստեղ քաղաքապետարանի շին բարեկարգումից մարդա չէ եկել տեսել այս վիճակը եւ խոսել եք իր հետ։ Խոսել եմ Լուծում առաջարկել է։ Չէ, լուծում ասից տեսնենք ինչ կասեն։ Վերադասնի։ Դուք քանի անգամ եք դիմել քաղաքապետարան։ Պատասխանը երկուսն էլ չենք անել չի եղել Չէ, չեմ ասել չենք անել, բայց ասել ենք անել, երբ որ ծրագրի եմ։ Ես շատ ավելի լավ որ շարժելու չի եղել, անել է գումարի հետ կապված է, մենք գումարի տեղացույց կտանք, մենք ունենք հենապատերի կառուցման համար ծրագիր, որը հավաքական որոշման է հաստատվել եւ ունենք հրատապարքով գումար նախատեսված վարչական շրջանները, որ կարող են իրենց բյուջեով կատարել հրատապություն առաջացող խնդիրները, դա միջոց։ Մենք սա կհասցնենք տեղ, նաեւ խոստանում ենք, որ վարչական շրջանների կապնվել, ներկայացնենք, խոսենք նրանք երբ կարող են այս հարցը լուծել։ լավ եղեք։ Սիրելի երևանցիներ, եթե դուք տեսնում եք խնդիրներ, որը հրատապ է Երևան քաղաքում, բոլոր վարչական շրջաններում Երևան քաղաքի, խնդրում ենք դիմեք մեզ, մենք հետևողական կլինենք, քաղաքային իշխանությանը կփորձենք ստիպել, որ աշխատանքները կատարեն։ Քանի որ Երևանի բյուջեն մեծացել է ձեր հարկերի, թանկացումների հաշվին, այդ գումարները գոնե ճիշտ է սխալ որոշումներ են արել, որ մեր քաղաքացիների հարկեր տուրքերն են բարձրացրել։ Այդ գումարները պետք է ծախսվի։ Եվ ինչ պետք է ծախսվի այսպիսի հարցերի համար, մեր բնակիչների։ Եվ մենք հետևողական ենք լինելու, ես անմիջապես խոստանում եմ, հետևողական եմ լինելու, որ աշխատանքներ կատարվի։ Հակառակ պարագայում իրենք չպիտի կառավարեն Երևան քաղաքը։ Լավ եղեք։